Գիտեք, Դանիել Օնիսյանը վերջին 20 տարվա ընթացքում երևի ընդհանրում 20 տարվա ընթացքում փողաստացել մի հիմնարկից, որը գրանցված է Լիխտենշտեյնում, Սորոսի կազմում, անցած տարի են կարծեմ փոխել, եթե չեմ սխալվում, եթե սխալվեմ կարող եմ ճշտել, իսկ Լիխտենշտեյնը հայտնի է որպես աշխարհի ամենաօֆշորային կազմակերպություններից մեկը, ու թող ինքը մի հատ իրան հարցը այդ փողերը, որ ստացել է Լիխտենշտեյնից օֆշորային կազմակերպությունից, կարող է պատահի օրինակ, գիտի այդ փողերի սկզբնաղբյուրը որտեղից է, կարող է Ռեջեփ Թայիփ Էրդողանի փողերն է ծախսել, կարող է Իլհամ Ալիևի փողերն է ծախսել Հայաստանի դեմ ինֆորմացիոն դիվերսիոն պատերազմ սկսելու համար, զզվցին պատերազմի ժամանակ հիշում ես, որոշ դեմքեր, հիմա հանրային դեմքեր, ինչ էին անում 44-օրյա պատերազմի ժամանակ այնտեղ, ինչ տեղեկատվություն էին հավաքում ում համար, եւ այլն։ Անկեղծ չեմ ուզում իր վրա ծանրանամ, դրա համար կամ ինքը բան է, այսպես մարմնավորում է այդ սեգմենտը ըստ էության,